Մենք գտնվում ենք Ալեք Մանուկյան 13-րդ C-ում, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի 3-րդ մասնաշենքում։ 3 տասնամյակ շարունակ այստեղ գործում է Սփյուռք գիտաուսումնական կենտրոնը։ Սփյուռքահայ գրականությունը, արևմտահայ գրականությունը, որոնք այդքան էլ մոդայիկ չէին թվում, ներկայացնում են մեր ներաշխարհի մեջ նոր մոտեցումների կարգ։ Եվ այս առումով իսկապես վերաբերմունքի փոփոխության կարիքը կար։ Մենք հիմա մտածում ենք անպայմանորեն ուսանողի շահագրգռությունը նկատի ունենալ։ Դրանով էլ փոփոխությունների այն շարժը, որ կա, մենք այսօր էլ պաշտպանում ենք իշահ ուսանողը։ Սփյուռք գիտաուսումնական կենտրոնը ոչ միայն կրթական ծրագրեր է իրականացրել, այլև միավորել է աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերին լեզվի, գրականության եւ ազգային ինքնության շուրջ։ Իսկապես համահայկական բառը շատ սազում է այս կենտրոնի գործառույթներին։ 1995 թվականից ի վեր ձևավորված այս կենտրոնը իբրև հանձնառություն ունեցել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը։ Սա արդեն իսկ համահայկական առաքելություն է, որովհետև փորձել է օգտակար լինել Սփյուռքից ժամանած ուսուցիչներին մեթոդապես վերազինելու, հայրենիքի հետ նրանց կապերը ամրացնելու գործառույթին, ինչը շատ կարևոր ենք դիտում։ Կենտրոնի համահայկականության մյուս բաղադրիչը արևմտահայերենի պաշտպանության անդունդմ ցկտումն է, արևմտահայերենով ստեղծվող գրականության մի կողմից գիտական մոտեցումով իմաստավորումը եւ մյուս կողմից սփյուռքահայ հեղինակների գրքերի, նրանց ստեղծագործությունների լույս ընծայումը, որը շատ կարևոր դերակատարություն ունի Սփյուռքի գրամշակութային դաշտը հայրենի ընթերցողի համար ընտանի դարձնելու ճանապարհին։ Տարիների ընթացքում կենտրոնը հրապարակել է շուրջ 50 անուն գիրք, նվիրված սփյուռքահայ գրականությանն ու մշակույթին։ Վերջին խոշոր նախաձեռնություններից է Հակոբ Օժակյանի ամբողջական երկերի ակադեմիական հրատարակությունը։ Արևմտահայերենը մեզ համար հոգևոր մշակույթի, մեր հոգևոր Հայաստանի մասն է կազմում, եւ երբ որ լեզուն չունի ֆիզիկական տարածություն, լեզուն չունի հող, մենք ամենտեղ ենք, չէ, Սփյուռքը ամենտեղ է տարածված, այդ դեպքում Հայաստանը դառնում է հավաքատեղին, Հայաստանը դառնում է կենտրոնատեղին, եւ այդ կենտրոնատեղին պիտի նաեւ պահպանման եւ տարածման պատասխանատվությունը իր վրա վերցնի։ Մշակույթը, հիշողությունը եւ լեզուն պահպանելու ճանապարհին Սփյուռք գիտաուսումնական կենտրոնը շարունակում է իր կարևոր առաքելությունը, միավորելով աշխարհասփյուռ հայությանը մեկ գաղափարի շուրջ։ Տասնամյակներ շարունակ այս կառույցը եղել եւ մնում է հայրենիքն ու Սփյուռքը իրար կապող կարևորագույն օղակ։ Այստեղ հայրենիքն ու Սփյուռքը խոսում են մեկ ընդհանուր լեզվով՝ հայկականությամբ։ Մարի Մաթևոսյան, Մոնիկա Մարգարյան, մանկավարժական իմ աչքերով։